Օծը սերմանում է կասկած։ Կասկածնել դա էլի բաց դուր է, որտեղ վախը գալիս է մարդու կյանք։ Կասկած։ Արդյոք Աստված քեզ կորտնի, արդյոք Աստված քեզ սիրում է, արդյոք Աստված քեզ հետ է, արդյոք Աստված քեզ կբժշկի։ Հենց դες եկել է սենց միտք։ Ես հիվանդ եմ, աղոթում եմ, որպեսզի բժշկվեմ, բայց միտք է գալի, արդյոք Աստված ուզում է, որ դու բժշկվես։ Եղել է տենց բան, եղել է տենց բան իմ կյանքում։ Երկար տարիներ գիտեք ունեցել եմ մեջքի ցավ։ Սա վկայություն եմ անում։ Երկար տարիներ ունեցել եմ մեջքի ցավ, ու այդ ցավը այնքան ուժեղացավ, որ խփեց ձախ ոտքիս, հետո էլ խփեց աջ ոտքիս, ու ես էլ աղոթում էի։ Գնացի MRT արեցին, ասեցին պետք է օպերացիա անենք, այդ բանտ շայբ են ասում, ինչ նստել է, արդեն խփում է ներվին, պետք է օպերացիա անենք, երբ որ արդեն չդիմանաս ցավերին, կգաս օպերացիա կանենք։ Գիտես, ու ես ունեի մի շատ սուտ միտք, որը որ սատանայից էր եկել, հավատացյալ լինելով, գրված է իմ ժողովուրդը տգիտության պատճառով կործանվում է։ Իմ մեջ կար ինչ-որ մի կրոնավոր, ինչ-որ սուտ միտք, որ ասում էր, դե կարող է ինչ-որ, էս էլ քո պատիժն է, կրի։ Կարող է ինչ-որ մի բան արել ես, հասկացանք շատ բան ենք անում, բայց Հիսուսը մեզ արդարացնում է եւ գրված է Հովհաննես 2-րդ Հովհաննեսում գրված է, առաջ Հովհաննես 2-րդ գլխում գրված է, սիրելիներ, երբ որ անգամ մեղան չեք ել, մի ընկած մնացեք։ Իմացեք, որ ձեզ արդարացնող կա Հիսուս Քրիստոսը, արդարը, որ քո Աստծու մեջտեղ կանգնած է եւ քեզ արդարացնում է։ Ով կարող ասի, ես կյանքում մեղ չեմ գործել, կյանքում վատ բան չեմ մտածել, կյանքում վատ միտ չեմ արել։ Բոլորս էլ անցնում ենք, բայց անցնում ենք սրբության ճանապարհը, սրբվում ենք մենք։ Մենք չենք համաձայնվում դրա հետ, սրբում ենք, բայց երբ որ ընկնում ենք, մեր հայրը մեզ բարձրացնում է եւ ինքը չի շարունակում քեզ անարդար կոչել։ Հայրը քեզ շարունակում է կոչել արդար, անգամ երբ որ դու ընկած ես։ Որ մեկը իր երեխուն կասի, դու էլի երեխեն չես, երբ որ չարություն անում։ Ոչ, իմ երեխեն ես, կպատժեմ, հեսա կդզվես։ Ձերքս կտամ կբարձրացնեմ քեզ։ Սոված կլինես, հաց կտամ կուտես։ Մենք տենց չենք անում, չէ՞, տեսեք, դրանով Աստված մեզ սովորացնում է, անգամ ընկնես էլ, մենք ունենք Հիսուս, որը մեզ արդարացնում է։ Աստված շարունակում է մեզ կոչել արդար, եւ Աստծո սերը չի փոխվում մարդու նկատմամբ։ Դրա համար ես ունեի սխալ միտք, վախ, որ ինչ-որ մի վատ բան արել եմ, այս էլ իմ պատիժն է, մինչև վերջ կգրեմ։ Մի րոպե, բա Հիսուսի պատիժը ուր մնաց խաչի վրա, որ ես պետք է սա կրեմ։ Ուրեմն ես Հիսուսի զոհը չեմ ընդունում, ես ինքս իմ ձևով եմ ուզում իմ պատիժը մատուցեմ Տիրոջը չենք գոհացնի, մենք մեր ցավերով Տիրոջը պատիժ գոհացնենք։ Մեր պատիժը Հիսուսը վերցրել է խաչի վրա, բայց Աստված մեզանից ուզում է հավատք։ Գիտեք, տարիներ շարունակ ես այդ ցավից չէի կարողանում ազատվել, բայց մի օր նստած Աստվածաշունչ էի կարդում։ Ուղղակի նստած Աստվածաշունչ էի կարդում, սկի չէի մտածում դրա համար, արդեն այնքան էի աղոթել, հոգնել էի աղոթելուց էլ չէի աղոթում, ասում էի, մինչև իմ կյանքի վերջ sense կապրեմ։ Գիտես, հասա այնտեղ է, երբ որ մի հիվանդ մարդ Հիսուսին մոտիկացավ եւ հարց տվեց Հիսուսին։ Ասեց Տեր, եթե ուզում ես, ինձ բժշկի։ Եթե ուզում ես։ Եվ Հիսուսը նրան պատասխանում է սենց, մեկ բառով, ուզում եմ։ Եվ գիտես, սիրելիներ, երբ որ ես կարդացի այս բառը, ուզում եմ։ Այդ բառը երբ որ ես կարդացի, այս ցավը մեջքից, ոնց որ սենց մեկը սենց քաշեր հաներ մեջիցս ու գնար։ Ու մինչև հիմա էլ չկա, գնացել է, որտեվ ես հավատացի, որ Հիսուսը ասում է ուզում եմ։ Այդ ուզում եմ իր ասած խոսքի դա կար այնքան զորություն, որ քանդեց ամբողջ իմ սուտ կրոնական հավատքը, որ սատանան էր ձևավորել իմ մեջ, որ դու պետք է սա կրես, սա քո պատիժն է, հասկանում եք, սատանան հաստատություններ է դնում մեր մտքի մեջ շատ ժամանակ, որpիսի մենք այս հաստատությունները դրանք ուժեղ բռնում է մարդու միտքը ու մարդը սկսում է դրան հավատալ ու չի կարում ազատվի իր խնդիրներից, զանազան տարբեր խնդիրներից, բայց երբ որ դու հավատում ես, դու հասկանում ես Աստծուն, դու հավատում ես նրա խոսքին, որ Հիսուսը ասում է ուզում եմ եւ ոչ մեկ չկար, այս ուզում բառը երբ որ ես կարդացի, ես հիշեցի ամբողջ ավետարանի մեջ, մեկը չկար, որ Հիսուսը ասեր, ես չեմ ուզում դու բժշկվես։ Բոլորին էր ուզում։ Գիտես, ամեն մեկին տրվում է իր հավատքով։ Մենք այս ամեն ինչ պետք է վերցնենք հավատքով եւ այս հավատքը կյանք դառնա մեր մեջ, որպեսզի ազատ լինենք։ Հիսուսին էլ ավելի շատ ճանաչենք։ Երբ որ ես դրանից հետո գնացի էլի MRT, արդեն տերմին ունեի, որ գնայի MRT, ազատագրումից հետո, երբ որ ազատվեցի։ Գնացի MRT-ի աշխատող բժիշկը հելավ մի բան էլ մունատ եկավ վրես, ասեց, մենք գիտես ինչքան կլենտներ ունենք, մենք գիտես ինչքան հերթ ունենք, դու խես եկել ստե հերթագրվել, քո մոտ ոչ մի բան չկա։ Ասեցի կներեք, իմ մոտ ցավում էր մի քանի տարի, բայց այս վերջի մի շաբաթ էլ չի ցավ։ Ասում եմ դու սուտ ես ասում, քո մոտ չէր կարա ցավար։ Ես այսօր ունեմ 2 դիսկներ ունեմ MRT-ի, որպես վկայություն 2-ն էլ ունեմ։ Մեկի մեջ ցույց է տալի, որ բան շայբը նստած է, օպերացիա է պետք, որտեվ խփում է ներվերին, ոտքերին, իսկ մյուսի մեջ լրիվ առողջ ողնաշար ունեմ։
Որտեվ հավատացի, որ Հիսուսը ասում է ուզում եմ, եւ ինչ եղավ, իմ վախը հեռացավ իմ մեջից։ Ես հասկացա, որ Աստված բարի է։ Աստված բարի է, սիրելիս։ Աստված չի ուզում քեզ ցավ տա։ Աստված հայր է, հասկանում ես, այս դիրքը պետք է հասկանանք մենք։ Մենք երեխա ենք իր համար։